Մեր գյուղի բնակիչները գաղթել են Ալաշկերտի տարածաշրջանի Մոլե Սուլեյման գյուղում են ապրել 1928-29 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո տեղափոխվել եկել են այստեղ բնակություն են հաստատել են բնակություն, սակայն հետագայում ասեն իրավիճակը որ խաղաղվել է պատերազմից հետո նորից մեր նախնիները հետ են գնացել, բայց հետ գնացել են էլ Ալաշկերտ չեն հասել Կարսի մոտ դիմել են Կովկասի փոխարկային, որոնցով Դաշկովին եւ նա հողատարածք է տրամադրել Կարսից մի 7 կիլոմետր հեռավորության վրա դա հիմնել են մի գյուղ, որը իր անունով էլ կոչվել է Դաչկով։ Հետագայում նորից էլ արդեն սկսվելով այդ պատերազմները նորից մեր ժողովուրդն ընդեղից տեղափոխվել են, էլի եկել են ստեղ, հիմնել են եկեղեցի, գյուղ որ մտնում է Սուրբ Փրկիչ բայց այսօր այդ եկեղեցուց մնացել ընդամենը մի կամար է մնացել առաջնորդարանը իրենք նախաձեռնեցին, իրենք ֆինանսավորեցին, բայց ժողովուրդը նույնպես ակտիվ մասնակցություն ցուցաբերեց, թե տեղացիները եւ հատկապես դրսից, ովքեր որսն գումար ունեին, տարբեր ձևերով օգնեցին, աջակցեցին եւ գյուղում կարծեց եկեղեցի։ Սովետի ժամանակ ես հիշում եմ 2040 բնակիչ էր գյուղում։ Իսկ այսօր կարելի ասել կեսն կամ կեսից մի քիչ շատ է մնացել բնակչություն, իսկ դպրոցի աշակերտությունը այն ամենալավ շրջանում պիկը եղել է մի 640-650, իսկ այսօրվա դրությամբ մենք ունենք 123 աշակերտ, մի 8 հոգել նախակրթարան կա։ Արտագաղթը շատ էր, հիմա կարծես թե մի փոքր Ռուսաստանի դեպքերի հետ կապված որոշ չափով ոնց ասեմ քչացել այդ բանը գնալն դաժե հիմա մեր մոտ բնակչության 90%-ը երիտասարդության խոպան էր գնում Ռուսաստան էր գնում բայց հիմա այդքան շատ չէ տեղում հիմա աշխատանք կա շատերն աշխատում են իսկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ բայց հիմա գիտեք ինչ վիճակը գնալով մի քիչ դժվարացել է նաև որտեղ ստեղծվել են մեծ կոմպլեկտներ անասնապահական ստեղ կան շատ հզորներ որոնք ամբողջ Հայաստանում Երեմյաններ կան ես շատ գիտեմ ինչ դրա համար ժողովրդին էլ ոնց որ ձեռ չի տալիս այդ անասնապահությամբ էլ զբաղվել որտեղ նրանք շատ պահում են էժան կարող են կատնել հանձնել եւ այլ կարողանում են էլի մեկի խոպանից մեկին ընտեղից այդ ձևով ապրում են գյուղում էլ ասենք այնց հիմնարկներ չկա Դպրոցը նոր են կառուցում։ Հիմա թազեն, այն մեկը երկաշարից հետո կառուցեցին։ Գյուղը որ ասենք լրիվ հարմարություններ ունի էլի, խոպանի շնորհիվ։ Խոպանի շնորհիվ այս երկու արկանի եսի ինչ տներ լրիվ սարքեցին։ Այս տունը մեր գյուղի ամենահին տունը, հին չասեմ, առաջ տներն եղել են գետնափոր տներ, բայց այդ հին տների մեջից, որը ասենք կառուցվել է նորմալ ձևով երկու հարկանի տուն, այս տունը եղել 1934 թվականի, այդ տները փակ են Ռուսաստանը, սա փակ է, որ մեկն ասեն, սա փակ է։ Այսինքն ընտանիքներով տեղափոխվել։ Հա, ընտանիքներով ստեղ չէ։ Որ կողմերում են։ Ռուսաստան, հիմնական Ռուսաստան։ Կրասնոյարսկ։ Ապրես կեմերով, մեր ժողովուրդը կեմերով, Կրասնոյարսկ, այդ կողմերն են շատ։ Այն երեխեքն ելնում են գնում են ուրիշ տեղեր, լավ տեղեր, մեծերն գալիս են ստեղ։